Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եվ մեր բանը եւ մեր հնարավորություններն ու ռեսուրսներն էլ պետք է ռացիոնալ օգտագործել։ Հիմա ես տարբեր գյուղերում որ ասում են, իրականում մենք ինչ ենք ասում ենք մենք ոչ մի գյուղի դպրոց չենք փակում, մենք գյուղերի համար կառուցում ենք դպրոց։ Այլ բան, այդ դպրոցը որտեղ է տեղակայված։ Կարող է 1 կիլոմետր այնտեղ այն կողմը, 2 կիլոմետր այն կողմը։ 4-5 կիլոմետր։ Ես ձեզ բերեմ իմ օրինակ։ Ես ապրել եմ Երևան քաղաքում։ Ես իմ 4 երեխաները ամեն օր 6 կիլոմետր գնացել են, 6 կիլոմետր եկել են դպրոց։ Ես ինչի համար եմ դա արել։ Իմ երեխեքի համար ուզեցել եմ վատը լինի, թե ուզեցել եմ լավը լինի։ Ուզեցել եմ լավը լինի։ Հիմա ձեր գյուղի բոլոր գյուղերի երեխեքի համար եմ նույն ձևի անում, որ միջավայր ձևավորվի, որ երեխեքը ուրիշ գյուղերի երեխեքի հետ էլ ընկերություն անեն, գնան այնտեղ նորմալ կրթական process։ Շատերը գնում են նկարիվալում, ձմեռալում մեքենայի չավ, այդ ճամփան մենք անցել ենք մեր ժամանակ։ Մենք էլ ենք 5 կիլոմետր Դրա համար կառավարությունը ինչ անում։ Կառավարությունը նաև նախ միջև դպրոց գնացող ճանապարհը պետք է նորոգվի։ Երկրորդը մենք պլանավորում ենք միկրոավտոբուսներ առնել պրոֆեսիոնալ վարորդներով, որ առավոտ մտնի գյուղ, երեխեքին տանի դպրոց, իրիկունը բերի գյուղ, երեխեքին իջեցնի, բայց հիմա նաև ուրիշ առաջարկ կա, ծնողներն են առաջարկում, ասում են այդ տրանսպորտի համար ինչքան եք ծախսում, մեկը կարող է տարբերակը լինի, որ մենք ծնողներին կոմպենսացնենք, ասենք երեխեքի ճանապարհածախսը, գումարը տանք, կարող է 2-3 հարևաններով հավաքվում են, ասում են մենք ամեն օր մենք չենք վստահում ձեր վարորդին, մենք մեր երեխեքին տանում ենք, վերում ենք, տենց տարբերակ էլ կա։ Մեր խնդիրը այն է, որ երեխեքը ստանան նույն մակարդակի կրթություն, ինչ որ ստանում են Երևանի ամենակենտրոնի դպրոցում, ամենայն հարգանքով 30, 40, 50 հոգանոց դպրոցում դա հնարավոր չի ապահովել։ Հնարավոր չի ապահովել։ Բայց պարոն վարչապետ, ախր ոնց կլինի ցենց երեխեքին սաղորդանս գիշերով մենք այդ 30 տարի Այդ երեխեքին պետք է տանեն մի երեխա առաջի տարեկան դպրոցի ժամը 12-ին ավիաշարժ։ Դե դրա համար ձեր ազգանունը ի՞նչ է։ Միրզոյան։ Դրա համար մենք չենք Պարմերզյան, եկեք լսենք իրա։ Դրա համար մենք ասում ենք դուք պետք չի տանեք։ Մենք նոր գործանային արտադրության ավտոբուսը, միկրոավտոբուսը կառնենք, վարորդի պրոֆեսիոնալ հատկությունն էլ կստուգենք, ուղեկցող էլ կնշանակենք, կմտնեն առավոտ երեխեքին իրենց բակերից միկրոավտոբուսով կտանեն, որ ժամին որ պետք է։ Հետո երեխեքը դասերը սովորած, սնված, խաղացած, շփված կգան տուն, հետո առավոտ կգնան։ Շաբաթ կիրակի էլ իրենց գյուղում։ Բայց դա նույնը կարելի է գյուղում անել, չէ՞, գյուղը որ դատարկվես մի լուսավոր։ Ինչի՞ պետք է դատարկվի։ Կներեք։ Որ եթե դպրոցը փակվել յուղացին հարգելիս ես ձեզ շատ հարգում եմ։ Ես ձեր համախոհ։ Կներեք, էլի։ Դուք դպրոց եք մնում։ Ինչ։ Ասում եք գյուղացին դպրոցը հարգելիս Երեխեքների համար եմ ասում։ Երեխեքի մնան դպրոց գյուղը։ հազարավոր մարդիկ դատարկվես գյուղը։ Պարոն Միրզոյան, հազարավոր մարդիկ գյուղերից դուրս են գալիս, գնում են Երևան ապրելու մենակ այն պատճառով, որ մի րոպե, որ իրենց երեխեքը նորմալ կրթություն ստանալու հնարավորություն չունեն։ Դրա համար մենք այս գյուղերի այն տեղերում, որտեղ բավարար թվով երեխեք չկան, գոնե 100-200 աշակերտով, կառուցում ենք կրթահամալիրներ, ավտոները տալիս են։ Շնորհակալ եմ, երրորդ տեսնում եմ հարևան գյուղերում բոլոր մանկապարտեզներ եք սարքում, դպրոցներ եք սարքում, ամեն ինչ սարքում եք։ Այս գյուղը մենք 100 տարի գազ չենք ունեցել, շնորհակալություն ձեզ ունենք։ Այս ասֆալտը որ գնում է գերեզմաներ չունենք։ Դպրոցների հարցն էլ տենց ենք լուծում։ Հիմա այդ դպրոցի հարցը ես խնդրում եմ, այս գյուղը փոքր դատար էս մի լուսավոր կետն է մեր դպրոցը, պարոն վարչապետ, ուրիշ բան չունի, անգամ խանութ։ Հարգելիս, կներեք, դպրոցը գյուղի համար չի, դպրոցը երեխու համար է, որ նորմալ կրթություն ստանա։ Կներեք, էլի ես այդ հարցում ձեզ այդ համապատասխան։ Երեխեքը գնալու են այնտեղ շրջապատը ուրիշ է, սաղուր կռիվ դավեն անում, վեճեր են անում։ Ոչ, չկա տենց։ Չեմ հաշտվի, պարոն վարչապետ։ Չեք հաշտվի։ Ես ուղղակի խնդրում եմ, գիտեք, եկեք սենց անենք, հա, որտեղ այդ դպրոցը կլինի։ 2 կիլոմետր հեռու Համբերգ գյուղում։ 4-5 կիլոմետր։ 270 Թող 4-ի, ասում եմ իմ երեխան ամեն օր 6 կիլոմետր գնացել է։ Ժամանակին գնացել ենք այդ ճանապարհը, այսինքն ձուներն ու ոտով գնում ենք։ Հարգելիս, մենք ճանապարհը կառուցում ենք, տրանսպորտը տալիս ենք, որակավորված ուսուցչին տալիս ենք, լաբորատորիան տալիս ենք, ֆիզկուլ դահլիճը տալիս ենք, ամեն ինչ։ Մեր մոտ
սարքեք, ես գյուղերը փոքր գյուղեր ինչ կան, խնդրեմ, մեր այս գյուղերը Հարգելիս կներեք, էլի, հարգելիս, մի րոպե, ձեզ համար ամբերթը բանը ձեր գյուղը Լեռնամերձը ձեր մոտ ամբերթը ձեր մոտ չի, մեզ համար մի րոպե, մեզ համար ամբերթն է Լեռնամերձն է մեր մոտը, երկուսն է մեր մոտը։ Այդ աշխարհագրական հարցը, լոգիստիկ հարցը պետք է հնարավորինս կենտրոն կառուցենք, որ այդ պոտենցիալ աշակերտները Ձեզ խոստանում եմ, որտեղ որ մենք կբացենք առաջինը, երբ որ կլինի այդ համակարգը։ Հասկանում եմ, գյուղացի ձեզ վստահում եմ, ուղղակի դպրոցը գյուղում ոնց կլինի, ախր այդ մի դպրոցը չկա։ Հարգելիս, աշխարհի մի րոպե։ Մանկապարտեզ։ Տանում ենք տարբեր գյուղեր են կտանում, պարոն վարչապետ։ Հարգելիս։ Տարբեր գյուղացիները, տարբեր տեղեր։ Քանի մանկապարտեզի քանի երեխա կա դպրոց։ Չկա աստե մանկապարտեզ։ Երեխա, քանի երեխա։ Տարի առաջ դասրան 5 հոգի երեխա եկա արդեն։ Անցած տարի 2-3 երեխա, տարի 5 երեխա։ Հարգելիս, մենք մեր ռեսուրսները պետքա ճիշտ օգտագործենք եւ մեր ռեսուրսները պետքա ուղղված լինեն երեխաներին, որպեսզի նրա կրթություն ստանան, որակի դպրոց գնալը հարգելիս մի րոպե մի րոպե չէ, կներեք, դա չի։ Դպրոց գնալը կրթություն ստանալը տարբեր բաներ են, որովհետև կրթություն կարելի է ստանալ այս մակարդակ, չէ, տարբեր նույն տարիքի մարդիկ տարբեր տեղերում, տարբեր միջավայրերում ստանում են բոլորովին ուրիշ մակարդակի կրթություն։ Մեր խնդիրը այն է, որ այս գյուղի երեխեքը պետք է ստանան նույն որակի կրթություն, ինչ որ ստանում են Երևանի կենտրոնում կամ Երևան քաղաքում, կամ մարզ կենտրոնում, կամ Արմավիրում։ Դրա համար մենք կրթահամալիրների ծրագիրն ենք դնում, երեխուն առավոտը տանելու ենք, ինքը իր միջավայրում ապրելու է, ֆիզկուլտուրա ունենալու, լաբորատորիա ունենալու, ընկերներ ունենալու եւ այլն եւ այդպես շարունակ։ Առավոտ տանելու ենք, իրիկում բերենք։ Երբ որ տենց 1-2 օրինակ կլինի, այստեղինը ինչ ուրա հասել։ 2007 թվականի Միջև որտեղ կլինի, ես եկեք գնանք մի հատ եղածը, ինչ որ եղած այդ համակարգը մեր աչքով նայենք, տեսնենք վատն է, թե լավն է։ Եթե տեսնենք վատն է, կվերանայենք։ Ես ձեզ խոստանում եմ, եթե ձեզ չհամոզի, վատն է, կվերանա։ Լավն էլ կան, երկուսը համատեղ է, Չէ, պարոն վարչապետ։ եկեք ուրեմն երեխեքա շրջապատ երեխեք են մեծանում։ Հարգելիս, ես ձեզ մի անկեղծ մի բան ասեմ, այդ ծրագիրը կառավարությունը ընդունել է, այդ հետ շրջելի չի, պետք է գնա այդ պրոցեսը, ամենայն հարգանքով։ Էլի որ մենք ամեն ինչով այսօր կանգնենք, բայց այդ մի բան է, որ ում մի քիչ են չէ, բայց դե պետք է հաշտվենք այդ Չպետք է հաշտվենք։ Հաշտվելու կարիք չկա։ Հաշտվելու կարիք մնային։ Երեխեք հարգելիս գյուղն էլ կմնա չի դատարկ լսեք գիտեք ինչ ասեմ նախորդ ասեմ մինչև երկրի քանդվելը 100 երեխա է դպրոցում ելել մեր այս գյուղի դպրոցը եղել է 100 երեխա 90 թվականից հետո երբ որ գյուղը քանդվեց մնացինք 30 40 50 60 հիմա մնաց 20 հա շատ գիտեք ինչքան կլսեք ինձ բա դպրոցը կար ինչի դատարկվեց գնացին Ռուսաստան սա չէ բա դպրոցը կար կներեք բա մի րոպե չենք լսում իրար ձեր ասած դպրոցը տեղում էր չէ բա ինչի գնացին Եթե ասում որովհետև լավը չէր դպրոցը որովհետև լավը չէր դպրոցը այսօր Հայաստանի մարզերում հարյուրավոր գյուղեր դատարկվում են այն պատճառով որ մարդիկ հասկանում են որ իրանց գյուղի դպրոցում իրանց երեխեքը նորմալ կրթություն չեն ստանալու դրա համար գնում են տուն-տեղ ծախում են գնում են նորմալ կրթությանը հնարավորինս մոտիկ ապրեն, որ իրանց երեխեքը նորմալ մասնագիտություն ստանան, նորմալ կյանքով ապրեն։ Հիմա դատարկենք այդան քաղաք ապրենք, ծախենք, բայց գյուղը բա ինչ անենք, չմնանք սովորեն։ Չենք հասկանում իրար։ Ասում եք գյուղը դատարկվել է 90-ից հետո, բա դպրոցը տեղում էր ինչա դատարկվում արտագաղթ էր, պարոն վարչապետ։ Բա կանգնե։ Աղավնատուն գյուղը այն ժամանակ։ Ներողություն, հարգելիս, մի րոպե, արտագաղթ էր այդ թվում են պատճառով, որ ծնողը տեսնում էր, որ այս գյուղում եւ այս կրթական համակարգում իր երեխեն չի կարալու նորմալ կրթություն ստանա, որ այս կյանքում լինի մրցունակ։ Դատապարտված է լինելու ապրել կամ աղքատ կամ աղքատության շեմին մոտիկ։ Մենք ուզում ենք երեխեքին տանք կրթություն, որ մարդիկ կարենան ապրեն իրանց աշխատանքով լավ ապրեն։ Մարդիկ միլիոններ են ծախսում, ձեր ցավը տանում, ես չեմ հասկանում, ես ինչ միլիոններ են ծախսում, միլիարդներ են ծախսում, իրանց երեխեքին ուղարկում են Քեմբրիջ սովորելու, Օքսֆորդ սովորելու, բանի այդ ինչա ինչ էր կոչվում, UCL սովորելու, եւ այլն, ես չեմ հասկանում, մեր այս ինչ մտածողությունն է մեր մոտ մտած։ Երեխեն հանկարծ տնից այն կողմ չկա։ Չէ, մի րոպե, Սամվել ջան, դա շատ կարևոր բան է։ Երեխեն հանկարծ տնից դուրս չգա, վայ երեխեն գյուղից դուրս չգա,
Բա երեխան մեծացավ 18 տարեկանը լրացավ։ Մնալու է գյուղում։ Գնում են, բա դրա համար էլ երեխեքին այնքան գյուղի քառակուսուց դուրս չենք թողում, վաղը մյուս օրը գնում են բանակ, չեն դիմանում, որովհետև այդ երեխեքը կյանքում 4 հոգուց ավել շփման միջավայր չեն ունեցել։ 20 հոգանոց դպրոցում ավարտած երեխեն բանակ գնալու ծառայելը արդեն պրոբլեմ է։ 20 հոգանոց դպրոցում սովորած ավարտած երեխեն ուր էլ գնա 50 հոգանոց կոլեկտիվում աշխատելը պրոբլեմ է, որովհետև այդ երեխեն չգիտի ոնց են 20 հոգուց ավել մարդկանց միջավայրում ապրում։ Չի կարելի երեխեքին բան անել, կապել, ցանկապատով ցանկապատի մեջ դնել, ասել չէ դուք ստեղ չեք գնալու։ Ոչ դա բացարձակ տեն չի, ամենայն հարգանքով, հազար ներողություն։ Ոչ, բայց կներեք մենք այս վերջերս մենք շատ կարևոր որոշումներ ենք կայացրել, որոնցով ասում ենք 18 թվի հեղափոխությունը առաջին բանով ալիքով ընդհանուր քաղաքացիներին տվեց ազատություն։ Հիմա վերջին տարիներին մենք որոշումներ ենք կայացրել, վերջին էլ 3 կայացրին, որով մենք Հայաստանի Հանրապետությունում ազատություն ենք տվել թոշակառուների։ Հիմա չէ մի րոպե հիմա այս դպրոցների որոշումով մենք ապահովում ենք մեր երեխեքի ազատությունը, շարժվելու, ապրելու, զարգանալու ազատությունը, որովհետև այն ռամկեքը, որի մեջ մենք մեր երեխեքին դնում ենք, կներեք, այդ ռամկեքը առաջ մենք մեր երեխեքին ենք դնում, հետո բայց դա մեր պետության, մեր ազգի, մեր ժողովրդի համար է ռամկա դառնում։ Եկեք ընդլայնենք սա։ Երեխեն թող մանուկ հասակից իմանա այն օրը մի գյուղում, այն օրը չէ, անցած տարի մի գյուղում ասում է մի ծնող էլի ձեր թեման, էլի տեն շատ էմոցիոնալ հարց է, էլի քննարկում ենք։ Մի կին երիտասարդ մայրիկ էր էլի 25-30 տարեկան, գուցե 35։ Ասում եմ բան անում, տրանսպորտով երեխեքին դպրոց ենք տանելու։ Տեղից վեր թռավ, սկսեց իմ երեխեն չի կարում ավտո նստի, իմ երեխեն բանա սիրտը խառնում է, ասի կներեք։ Այսինքն վերջ, ձեր երեխեն ձեր բակ էլ չի ավտո չի նստելու ձեր երեխեն։ Ձեր երեխեն ավտոյից սիրտը խառնում է, որովհետև ձեր երեխեն ավտո չի նստել։ Չի նստել, դրա համար է սիրտը խառնում։ Սենց մենք ուզում 50 տղակավ անպսակ։ Ես գյուղից դուրս չեն եկել։ Դրա համար են այդ օրն եկել։ Այ հա, այդ միանշանակ։ Լսեք, մենք կներեք։ Տեսեք, մեր պլանը ասեմ որն է, գազը կա, բանը ճանապարհը սարքում ենք, ղռերը սարքում ենք խելացի անասնագոմեր, այգիները սարքում ենք խելացի ինտենսիվ այգիներ, երեխեքը, մի րոպե, երեխեքը գնում են, ընդունվում են դպրոցում նորմալ կրթություն են ստանում, հետո քոլեջում կամ բուհում նորմալ կրթություն են ստանում ու գալիս են հետ գյուղ, որ իրանց գիտելիքը ավելացնեն իրանց հայրիկների եւ պապիկների գյուղատնտեսական գիտելիքի վրա եւ այն որ հեկտարից նախկինում ստանում էին ենթադրենք X բերք, հիմա ստանան X + Y բերք, այն որ մի կովից ստանում էին X լիտր կաթ, հիմա ստանան 5 լիտր, հիմա 10 լիտր գոներ։ Հասկանում եք, պետք է գնան գիտելիքը հավաքեն բերեն գյուղ։ Մենք ինչի ենք այս ներդրումները անում, որովհետև մարդը գյուղից գնալու հավանականությունն ավելի մեծ է, որ գազ չլինի, աշխատանք չլինի, ես չլինի, իսկ դպրոցը էսա նույն գյուղն է, ինչ տարբերություն։ Էլ չեմ ասում նույն համայնքի մեջ։ Վաղարշապատ խոշորացված համայնքի հիմա թաղամասի կարգավիճակ, բնակավայրի կարգավիճակ ունի։ Պարոն Միրզոյան, նույն համայնքի մեջ, պարոն Միրզոյան, համայնքի մեջ, համայնքի համար կառուցվում են դպրոցներ։ Ես շնորհակալ եմ, որ մեր գյուղում է սարքել, գյուղը մնա։ Այդ բավարար։ Ես ձեզ խոստանում եմ, երբ որ կլինեն գյուղում 100+ դպրոցական տարիքի երեխեք, 2 տարվա ընթացքում, 3 տարվա ընթացքում դպրոց կկառուցվի։ Դենա մեր ինգերը լավ ասեց, որ 50 տղական չեն ամուսնանալ։ Այդ 50 տղեն թող ամուսնանան։ Չեն ամուսնանալ, ասում ես չկա։ Երբ որ 100 աշակերտ եղավ, պարոն Միրզոյան, ես ձեր աչքերի մեջ նայելով խոստանում եմ, երբ որ 100 աշակերտ եղավ, գյուղում դպրոցը կառուցում են, գնացին։ Բայց ես էլ ուրախ եմ, պարոն Պարչապետյան։ Չէ, 50-ով չի, պրոբլեմ է։ Ես եմ շնորհակալ։ Լավ բան եք։ Հաճույքով։